Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 24-ի համար։ Օրը երեքշաբթի է եւ տեսնենք մեզ ինչ է սպասվում։ Կողքից կարող են ձայներ լսվել, քանի որ շոքե չեմ կարող 1 ժամ ամբողջը փակել, ամբողջը անջատել, անհնարին է ուղղակի, հա։ Դրա համար կարելի է այսքանի օրը հասկանալ, որովհետեւ այսքանի օրը շատ շոք է այստեղ։ Ինձ թվում է չի խանգարի ձեզ 1-2 ավելորդ մեքենայի շարժում կամ նաև տանը վենտիլատորի շարժումը, մի փոքր ձայնը շատ է հանում, իր դիրքից է, բայց ինչ արած, հիմա սա է, կոնդիցիոներ չենք սիրում։ Ահա, ուրեմն, գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունիսի 24-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, ոմանք ժառանգության հետ է կապված, ոմանք իրենց բանկի տվյալների հետ է կապված կամ այն հաշիվների, որոնք որ դուք ունեք, որից է տղայի կարող եք հանդիպել այդ օրը, դա ոմանց համար սա նաև սիրային առումով է, էմոցիոնալ կլինեք բավականին այդ տղային հանդիպելուց, ոմանք օրվա ընթացքում կարող են հուզվել, կարող են նաև արտասվել, կարող են լարված լինել, եւ կարող եք հանգստանալ կամ հանգստի կարիք ունեք ընդհանուր, դա է ցույց տալիս, կամ կարող եք հանգստանալ օրվա ընթացքում, կարող եք ձեզ նաև վատ զգալ մի փոքր, որից հետո կարող եք պարկել հանգստանալ։ Եվ ոչ մի տեղ կմնաք, կամ այստեղ գնում եք հիվանդի մոտ, եթե ունեք հիվանդ, գնում եք իր մոտ, այնտեղ եք մնում գիշերը, կամ ինչ որ մի տեղ եք գնալու, երկար մնալու։ Դե ամենայն դեպս մի փոքր էլ այստեղ ուշադրություն է պետք դարձնել ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 24-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը կարող եք խոսել, շփվել որևէ մասնագետի հետ։ Ոմանք այստեղ հիվանդանոցի հետ է դա կապված, ոմանց մոտ ուղղակի ինչ-որ մասնագետի հետ եք խոսում։ Եթե հիվանդանոց է, ապա այստեղ, եթե հիվանդ ունեք, ապա քինում է այստեղ միայն։ Նաև զարգացում, առաջ խաղացում ունեք, մտածում եք ձեր կարիերայի մասին, այստեղ կարիերայում հաջողություն կարող է լինել եւ կարող է այդ ամենը մասնագետի հետ խոսելուց հետո է ձեզ մոտ առաջանում ինչ-որ մտքեր, ինչ-որ բաներ, բայց դրանք լավն են։ Միգուցե տնօրենի հետ եք խոսում, ինչ-որ մի բան է փոխվում ձեր աշխատանքի վայրում կամ ձեր բիզնեսում է ինչ-որ բան փոխվում, խոսում եք օրինակ հաշվապահի հետ, կախված է թե ինչ գործունեություն եք անում այստեղ, ինչ-որ մի բանը ձեզ մոտ կզարգանա, դա կապված է հենց կարիերայի հետ, ձեր կարգավիճակի հետ։ Ճիշտ է, շատ չի, բայց կբարձրանա, կփոփոխվի եւ դա ձեզ հաջողություն կբերի։ Օրվա ընթացքում նաև այստեղ առաջ խաղացում եւս էլի չնչին, դուք ինչ-որ մի գործ առաջ կմղեք, ինչ-որ բաներ եւ սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանին կարող է իր հետ է կապված, դա առաջ տանելու հետ, ինչ-որ բան ուզում եք առաջ տանել, իրեն եք սպասում կամ ինչ-որ բանի եք սպասում, որ դրանից հետո նոր առաջ տանեք ձեր գործերը։ Եվ դե հիվանդանոց է այստեղ, ոմանք հիվանդանոցում ինչ-որ մարդիկ ունեն, ոմանք նաև կարող է դուք եք պարկած, դուք եք հիվանդ, կամ գնում եք հիվանդանոց, գնում եք որևէ բժշկական կենտրոն, ինչ-որ գործողություններ անելու համար կարող է այդ մասնագետի հետ եք խոսում։ Ոմանք կարող է իրոք ուզում են ինչ-որ բժշկականի հետ կապված տեղ աշխատել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունիսի 24-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը օձեր կան, որոնք որ այստեղ նաև հաջողություն ունեք, դրանից է կամ օձեր ուզում են խանգարեն ձեր հաջողությանը, կամ հաջողություն ունեք նախանձում են ձեզ, օրվա ընթացքում դուք ինքներդ ավելի լավ կհասկանաք, թե դա որն էր։ Գումարի հետ կապված խոչընդոտներ կան։ Կամ գումարը չեք կարող անվերցնել, կամ աշխատավարձը չեք կարող անվերցնել, կամ գումարը այս պահին չկա, կամ ինչ-որ մի բան է, որը խոչընդոտներ է ձեզ մոտ այդ գումարը կամ քիչ է կամ ինչ-որ մի բան եւ ելք եք փնտրալու այդ հարցին լուծում տալու համար։ Կարիերայի հետ կապված մի փոքր փոփոխություն դեպի լավը։ Ինչ-որ չնչին, բայց դեպի լավը։ Եվ այստեղ վեճով, եթե վիճեք ինչ-որ մեկի հետ, ապա այդ ժամանակ կկորցնեք որևիցե հնարավորություն։ Ինչ-որ հնարավորություն է ձեզ տրվելու, որը հենց վիճեք կկորցնեք։
Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 24-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը կարիերայի փոփոխություն, բարձրացում, դեպի լավը իհարկե։ Նաև հեռախոսազանգ կստանաք կամ դուք կզանգահարեք, հաջողություն ունեք, այնտեղ հաջողակ լուր կարող է լինել, փաստաթղթերի հետ կապված ինչ-որ բան կարող է հաջողակ լինել, հաջողությամբ ընթանա, շատ արագ ընթանա, թեթև։ Եթե ինչ-որ միտեղ փաստաթուղթ եք ուզում տաք, եթե ինչ-որ պետք է փաստաթուղթ ստորագրեք, օրինակ կարիերայի հետ կապված հարցերում։ Երեկոյան մի փոքր կարող եք հուզվել, նաև կարող եք արտասվել։ Դա նաև ընդհանրապես կինոներ նայելուց է կարող է լինել մարդու մոտ, որ ինքը հուզվի, արտասվի։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին հունիսի 24-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին պետք է ուշադրություն դարձնեք, կամ առավոտյան շուտ եք արթնանալու, կամ չեք ուզենա արթնանալ շատ շուտ։ Օձեր կան, օձերի պատճառով ինչ-որ մի բան է ուշանում ձեզ մոտ, մոտավորապես 1 ամիս կարող է ուշանալ դա, այն ինչին որ սպասում եք, եւ նաեւ կարող եք գորգռալ։ Կամ օձերի վրա կարող եք գորգռալ, կամ ընդհանուր կարող եք գորգռալ, որ ինչ-որ մի բանը ուշանում է։ Եվ տատանվում եք, որովհետև խոչընդոտներ կան, թե ինչպես այդ խոչընդոտները հաղթահարել, թե ինչ անել, որ այդ խոչընդոտներից ազատվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունիսի 24-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ մի բան է փակ, ինչ-որ մի բան է կարծես չի ստացվում։ Դա հնարավոր է նաև ինչ-որ չափով ձեզանից էլ է կախված, թե կկարողանաք այն անել։ Մի քիչ որ լավ մտածեք, երկար պետք չի մտածել, բայց ուղղակի լավ է պետք մտածել, կկարողանաք այդ հարցին լուծում տալ։ Եվ հանդիպում այդ օրը շփումվեց այդ տղայի հետ, հնարավոր է սեղանի շուրջ եք նստում այդ տղայի հետ, կարող է ձեր սիրելին է կամ ընկեր է, կամ նոր տղամարդ է հայտնվում ձեր կյանք։ Խոսակցություն, շփում որևիցե մասնագետի հետ, որից կամ հուզված եք դուրս գալու իր հետ խոսալուց հետո, կամ ընդհանուր հուզվում եք, որ իր հետ պետք է խոսեք, կամ խոսելուց հետո ինչ-որ մի բան է լինում եւ հուզվում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հունիսի 24-ին։ Հարգելի կշերտներ, առավոտյան ուրախ եք, տրամադրությունը բարձր է ձեր։ Հնարավոր է տան հետ է կապված, հնարավոր է առիթ է դրանից է կախված, էներգիայով լի կլինեք։ Օրվա վերջ հաջողություն ունեք, զարգացում, նոր դռներ կբացվեն ձեր առջև, եւ որներ կզարգացնի, բայց ինչ-որ մեկ եք վիճում, չգիտեմ ինչու։ Ամեն ինչ ձեզ մոտ լավ է, բայց դուք վիճում եք ինչ-որ մարդու հետ։ Կամ զարգացման համար է դա, կարող է ոչ թե զարգանում է, այլ զարգացնելու համար եք վիճում, ինչ-որ մի բան առաջ տանելու համար։ Դա արդեն ձեզանից է կախված։ Օրը ցույց կտա։ Այսքանը ձեզ համար։
Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 24-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը առավոտյան կամ մի փոքր լավ չեք զգում ձեզ, կամ նաև հանգստի կարիք ունեք։ Առավոտ որ արթնանաք, արդեն կզգաք, որ չեք կարողam կամ արթնանալ, կամ իրոք ոնց որ հանգստի կարիք կա։ Նաև երկար սպասված որ թե փաստաթուղթ կստանաք, նամակ, տեղեկատվություն, նաև ինչ-որ մեկը կարող է ձեզ SMS-ով գրել։ Օձեր կան, այստեղ օձերը կարող են լինել աշխատանքի հետ կապված, կարող է օձը լինել տղամարդ, կարող է օձերի հետ կապված ինչ-որ հարց լինի եւ դուք գնաք խոսեք որևիցե տղամարդու հետ, ձեր տնօրենի հետ, ինչ-որ մարդ է, այստեղ կապված է աշխատանքի հետ, արտասուք եւ հուզմունք նաեւ եւ խոչընդոտներ, կարող է եւ վեճ։ Այդ օձից է գալիս, կարող է ինչ-որ մի բան է ասել տնօրենին եւ դա կապված է աշխատանքի հետ եւ հուզվում եք եւ խոչընդոտները դա ձեզ համար լինում եւ վեճ է հետո դե համար ուշադիր եղեք, օձերին տեղի մի տվեք, որպեսզի այս իրավիճակը չկատարվի ձեզ հետ եւ հետո էլ արդեն կսկսեք մտածել կամ մտածում եք առավոտյան հանգստի մասին կամ երեկոյան եք մտածում այդ եղածի վերաբերյալ։ Այսքանը ձեզ համար դե համար տեղիք պետք չի տալ ընդհանրապես աշխատանքի վայրում օձերին։ Կատաղացնում են իրենք, բայց պետք չի, որովհետև նախանձ մարդիկ շատ կան, նման մարդիկ շատ կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 24-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը որից մի տեղ կգնաք երկար կմնաք, ինչ-որ բանի կարող սպասել։ Հնարավոր է աշխատանքն է շատ, աշխատանքի վայրում պետք է մնաք, ոմանք կարող են սպասել, որպեսզի հարցազրույցի գնան, մտնեն հարցազրույցի։ Բիզնեսի հետ կապված հարցեր կարող են լինել, դրանցով զբաղվեք կամ ընդունվեք աշխատանքի, շատ աշխատանք ունենաք, ինչ որ մի բան է նաև աշխատանքի հետ կապված։ Եվ ուզում եք հանգստանալ, կարծես թե, բայց այդ հանգիստը ձեզ չեն տալիս, կապված է այդ տղամարդու հետ, որ ուզում եք հանգստանաք։ Բացի դա էլ, եթե ինչ-որ միտեղ կլինեք սեղանի շուրջ նստած, ապա եթե մեքենա եք վարում, մի օգտագործեք շատ ալկոհոլ։ Նաև կարիերայի բարձրացում, կարիերայի փոփոխություն ձեզ մոտ տեղի կունենա։ Ոմանք պաշտոն կստանան, ոմանք իրենց աշխատանքը ավելի լավ կանեն եւ կարող ինչ-որ բաներ ավելի շատ ձեզ տան, որպեսզի ավելի հանձնարարություն եւ ավելի կարեւոր հանձնարարություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 24-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը ինչ-որ մի բան է ուշանում եւ դա ձեզ համար խոչընդոտներ է կարծես թե հանդիսանում։ Մեկ ամիս կարող է ինչ-որ մի բան ուշանալ։ Կարող է պետական հիմնարկության հետ է դա կապված, այդ ուշանալը կամ ինչ-որ բանի եք սպասում, չկա դեռևս, եւ դա խոչընդոտներ է հանդիսանում, դա կուշանա։ Հնարավոր է նաեւ ժառանգության հետ կապված հարցեր են ոմանց համար։ Եվ ովքեր հիվանդանոցում ինչ-որ մարդիկ ունեն կամ կարող եք գնալ հիվանդանոց, խոսել ոչ մասնագետի հետ կամ կարող եք գնալ կոսմետոլոգի մոտ իր հետ խոսել, ինչ-որ բժիշկ է համենայն դեպս, որը կապված է ինչ-որ թե հիմա վիրահատություն է, թե ուղղակի պարզապես դեմքի փոքր ինչ-որ գործողություններ, կարող եք խոսել մասնագետի հետ։ Նաև երկերեսանի մարդիկ կան այդ օրը ձեր շուրջ, ձեր շուրջ միշտ կան երկերեսանի մարդիկ, ուղղակի դուք եք հավաքել, նստել եւ երեկոյան ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, ոմանք ձեզ սերկ խոստովանեն, ինչ որ մի լավ բան տեղի կունենա, որ ձեզ համար շատ լավ կլինի, դուք սերկ խոստովանեք, ձեր սիրելիի հետ կլինեք, ոմանք կարող են ժամադրվել, անցկացնել օրը սիրելիի հետ, օրվա վերջ իհարկե։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 24-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը հանդիպում շփումվեց այդ տղայի հետ, բայց այդ տղայի կամ այդքան էլ հաճելի չի ձեզ իր հետ հանդիպելը կամ այդքան էլ լավ մարդ չի կամ չգիտեմ իր հետ խոսակցությունից հետո ինչու եք տխրում, ինչ որ մի բան է։ Նաև տատանվում եք ինչ-որ մի բան առաջ մղելու համար, ինքը քիչ է առաջ մղվում, երևի ուզում եք ավելի շատ առաջ տանեք, ինչ-որ գործեր, դրա համար մտածում եք այստեղ, տատանվում եք, ինչ անեք, ինչպես անեք։ Եվ երեկոյան կարող եք հանդիպել ոչ թե տղամարդու հետ, կարող է պաշտոնյա է, կարող է ինչ-որ մասնագետ է, կարող է տնօրենն է նաև, իր հետ խոսեք, ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 24-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը առավոտյան վիճում եք ինչ-որ մարդու հետ կամ ինչ-որ մարդկանց հետ։ Նաև կարող է գումարի հետ է կապված, կարող է եւ ոչ։ Գումար կստանաք կամ գումար կարող եք ծախսել։ Ոչ հաջողություն ունեք, նոր դռներ է բացվում ձեր առջև եւ որևիցե առաջ խաղացում, ինչ-որ գործեր առաջ կմղեք այդ օրը երեկոյան, շատ չէ, բայց կկարողանաք ինչ-որ գործեր առաջ մղել այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։